Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 2։ Ինձ տվեք ձեր վաղվա օրերը։ Մի օր Տերը հայտնվելով Աբրահամին, նրան տվեց անհավանական հրաման. «Գնա քո երկրիցը և քո ազգականներիցը և քո հորտանիցը, այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ»։ Ծննդոց 12-րդ գլուխ առաջին խոսք։ Քարոզել եմ այս զարմանահրաշ իրադարձության մասին, երբ հանկարծ Աստված ընտրեց մի մարդու և ասաց նրան. «Ես ուզում եմ, որ դու վեր կենաս ու գնաս, թողնես ամեն ինչ, քո տունը, քո հարազատներին, նույնիսկ քո երկիրը։ Ուզում եմ քեզ ուղարկել որոշակի մի վայր, և ճանապարհին ես քեզ ցույց կտամ, թե ինչպես հասնել այնտեղ»։ Ինչպես արձագանքեց Աբրահամը Տիրոջ այս անհավանական խոսքին։ Հավատքով Աբրահամը, երբ որ կանչվեցավ, հնազանդ եղավ դուրս գնալու այնտեղ, որ ժառանգության համար ստանալու էր, և դուրս եկավ գնաց առանց գիտենալու, թե ուր է գնում։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 8-րդ խոսք։ Ինչ էր Աստծո մտադրությունը։ Ինչու նա ազգերի մեջ ընտրեց մեկ մարդու, ապա կոչարեց նրան թողնել ամեն ինչ և ճանապարհ ընկնել առանց քարտեզի, առանց նախապես որոշված ուղղության և առանց հայտնի նպատակների։ Մտորեք այն մասին, թե ինչ էր Աստված պահանջում Աբրահամից։ Նա երբեք ցույց չտվեց նրան, թե ինչպես է կերակրելու և պահելու իր ընտանիքը, ոչ էլ որքան հեռու պետք է գնար և երբ կհասներ։ Սկզբում նա նրան միայն երկու բան ասաց. «Գնա, և ես քեզ ճանապարհը ցույց կտամ»։ Ըստ էության, Աստված ասաց Աբրահամին. «Այսօրվանից սկսած ուզում եմ, որ դու ինձ տաս քո բոլոր վաղվա օրերը։ Դու պետք է ապրես քո կյանքի մնացած օրերը, քո ապագան դնելով իմ ձեռքերում ամեն օր։ Եթե դու հավատարիմ մնաս այս խոստմանը, որը ես տալիս եմ քեզ, Աբրահամ, ես կօրհնեմ քեզ, կառաջնորդեմ քեզ և կտանեմ մի վայր, որը դու երբեք չէիր կարող պատկերացնել»։ Աբրահամը այն մարդն է, որին աստվածաբանները անվանում են օրինակելի մարդ։ Մեկը, ով ծառայում է որպես օրինակ, թե ինչպես քայլել Տիրոջ առաջ։ Աբրահամի օրինակը մեզ բոլորիս ցույց է տալիս, թե ինչ է պահանջվում, եթե մենք ձգտում ենք հաճեցնել Աստծուն մեր ընթացքի մեջ։